Ըստ խնդրի, Անին Լիլիթին ասել է 4 թիվ։ Համարակալենք այդ թվերը առաջինից մինչև 4-րդ աճման կարգով։ Իսկ Լիլիթը հաշվել է այդ 4 թվերի հնարավոր բոլոր 6 զույգերի գումարները եւ գրել թղթերի վրա։ Թղթերից մեկը կորել է եւ ունենք, թե ինչ էր գրված մնացած 5 թղթերի վրա։ Պետք է գտնենք, թե ինչ թիվ էր գրված կորած թղթի վրա։ Նախ եկեք ըստ մեր նշանակման գրենք բոլոր հնարավոր 6 զույգերի գումարները։ Սկսենք առաջին թվի հետ բոլոր հնարավոր գումարներից։ Առաջին երկրորդ, առաջին երրորդ եւ առաջին չորրորդ։ Այնուհետև երկրորդի հետ, երկրորդ երրորդ եւ երկրորդ չորրորդ եւ վերջին գումարը երրորդ չորրորդ։ Տեղափոխենք այս երկու գումարները իրար հետ տեղերով եւ կնկատենք, որ յուրաքանչյուր տողում գրված ամբողջ գումարը հավասար է լինում առաջինից մինչև 4-րդ թվերի գումարին։ Պայմանում ունենք, որ այս 6 գումարներից մեկը կորել է, հետեւաբար իր հետ նույն տողում գտնվող մյուս գումարը մնացել է առանց զույգ։ Օրինակ, եթե կորել է այս գումարը, այս մյուսը մնացել է առանց զույգ։ Իսկ մյուս 4 գումարները կարող ենք դասավորել զույգերով այնպես, որ գումարները ստացվի նույնը։ Այժմ դիտարկենք մեզ տրված 5 գումարները, որոնցից մեկը հենց առանց զույգ մնացած գումարն է։ Ենթադրենք առանց զույգ է մնացել 270-ը։ Այդ դեպքում, ինչպես արդեն պարզեցինք, մյուս 4 գումարների մեջ կարող ենք կազմել զույգեր այնպես, որ գումարները ստացվի նույնը։ Եվ քանի որ ցանկանում ենք, որ գումարները ստացվեն միմյանց հավասար, պետք է մեծ թվին գումարենք փոքրը եւ միջին թվերը գումարենք իրար։ Սակայն այս դեպքում մեծ թվին գումարելով փոքրը ստանում ենք 980, իսկ միջինները գումարելով իրար 890, հետևաբար 270-ը հաստատ մեր առանց զույգ մնացած գումարը չէ։ Անցնենք առաջ, ենթադրենք առանց զույգ է մնացել 360-ը եւ նկատենք, որ այդ դեպքում 270-ին գումարելով 620 եւ 390-ին գումարելով 500, երկու դեպքում էլ ստանում ենք 890։ Սա արդեն իսկ ճիշտ տարբերակ է, որի դեպքում 360-ի կորած զույգը 530-ն է, որպեսզի գումարը կրկին ստացվի 890, սակայն համոզվելու համար ստուգենք նաև մնացած բոլոր հնարավոր տարբերակները։ Ենթադրենք առանց զույգ է մնացել 390-ը եւ համոզվենք, որ այդ դեպքում մնացած երկու զույգերի գումարը չենք ստանում նույնը։ Այնուհետև ենթադրենք, թե առանց զույգ է մնացել 500-ը, այս դեպքում եւս չենք ստանում նույն գումարը, եւ վերջում ենթադրենք, թե 620-ն է մնացել առանց զույգ, եւ այս դեպքում եւս չենք ստանում միևնույն գումարը։ Եվ ուրեմն ճիշտ պատասխանն է 530, կարող ենք կառուցել նաեւ օրինակ։